Շատ հանգիստ ենք, ոչ մեկին ոչ բան չեր ասի, շատ շնորհքով, հարգանքով, ինքը շատ է սիրում աղունիկ պահել, բանակ տեղն էլ ինձ ասում էր, եսի կառնես կգերցնես չի վանդանան, այդ տղաքի մասին մտածի, ասում բան չկանձի։ Աշթևը կոտրված էր ընդհանուր, մենք չենք թողում, շատ աշխատեր, բայց ինքը գողդու գնում է աշխատում էր։ Արձակուրդ եկավ էս կորոնայից առաջ, գնաց աշխատա, բերեց, ման այսքանը քեզի տամ, ես մնացածն են ձեզ ճամփի ծախս, այդ տղա ես փող ունեմ, դու ինչ ես գնաց աշխատի, ասում քո գործը չի, ես աշխատել եմ, բերել եմ։ Վերցնես վերջ, չեք թողեմ տուն կեթան։ Չէր թողնում, մի հատ ձեռնը, մատս, մի բանի կրներ, չէր թողնում։ Էդքան, արդինք լրիվ տեղեքս են եղել, հին տեղեքս էլ դենց են եղել, չեն թողել իրավ տնողը, մատը մի բանի կպցնա, չեն թողել։ Մեծից փոքր, սաղ սիրել են իրան, գնաց բանակ, միշտ ասում էի, երեխեք ընգնեն վայք, երկու աղբորն է ուզում էի վայք ընգնեն, չեղավ, մեծը ընգավ Դիլիջան, ինքը ընգավ Ղարաբաղ, ծառայությունը շատ լավ էր, մենք էլ ենք գնացել իրան մոտ, Պրիսյագին, շատ լավ էր, ուրախ, զվարթ, տեղը շատ լավ էր իրանց ծառայության, քաղաքի մեջ, մոտիկ քաղաքին, մի քիչ դուրս էր քաղաքից, միշտ ասում էի, Կարեն, ինչ որ պետք է քեզի գումարի հարցով, բան, պետք չի, ինձ փող պետք չի, մի ուղարկա, ես իմ ստացածով յոլա գնում եմ հերիքա։ Սաղ ասում են, երեխեն չի զանգե, սաղ անհանգիստ էին, թե բոլորի ընտանիքներում է կար ծառայողներ, որ մի օր զանգեց, սաղ ընձի ասին, գնա գործը թող գնա, մենք քեզի քո գործդ առաջ կտանենք, մենակ երեխու հետ խոսա, գնացի, խոսացի, սաղ ուրախացել էին, անցավ մի քանի օր, նորից չզանգեց, էլի հարցնում էին, ինչ կա, ասում էի, չեմ մանամ, գիտեմ, որ իրանց մոտը հանգիստ է, էլի զանգեց, Ամ, մեզ տանում են հադրույթ, ասի ինչ են տանում, հրաման են տվել, ով որ լավ է կրակում, դրանց տանում են, ասի չես կարա, որ չետաս, չէ, որ ուղարկում են պետք է անպայման գնամ, էդ էր որ գնաց, պատերազմի օրերներ էդի վերջի զանգներ, Վերջին օրով, Էդ իր ամենավերջին օրը, էդ իր մավանը, զանգեց, երկու րոպե զանգեց, հայատը նստած է, իմ համար, ասմասի տղես, ինչքան վաղ չի զանգել, մեկ էլ տնամ զանգեգա, բաջան ոնց ես, ասի լավմ կարենջան, ես սուրի ասի այդ տղա չես զանգում, բաջան, գործերց մեկիր խարներ դեղ չասնում էր ման, Բայց խապեց ունձի, թող մնա լավ, դու լավ ես սավ, հա, լրիվ տուն տեղ լավ է, մաման ասի սաղլը լավ եմ բարի ջան, միգե, բաջան, կներիս ընձելի, ադել տեղ կա զանգեմ, հետո կզանգեմ, էլի, էսի եղավ իրամ վերջին զանգայի դոր, Ճամպից էր զանգին, բալեն էդ վաղտել եղել այդ դեպքը, էդ զանգից հետո չի դեպ։ Հերթով զանգեցինք, մեզ տղես էլ, ասես մա, հալ էդ համարները տուր զանգենք։ Զանգեց, մեկը պատասխանել էր, մի քանի րոպե հետո կզանգեմ, խոսանք իրար հետ, արդեն դե իրանք գիտեին, գիշերվա մեկն էր, երկուսն էր, էդ վաղտ ենք զանգել։ Հետո հաջորդ օրը արդեն զանգել էին, գյուղապետարան զանգել էին, որ ես ինչ ազգանունով երեխա կա ձեր մոտը, իմացել էին, գնացել այնտեղ գյուղապետարանի աշխատողը իրան մոտիկ ընկեր էր,
Գնաց է տեսել էր, որ Կարենն ընդեղա։ Էն լալով ենք ուրախ, որ իր այրեսը տեսել ենք, չենք կասկածել, որ ուրիշ մարդ է բերում իրա տեղը։ Ուրիշներինը փակ բերել են, սաղ գյուղը թափել էր, որտեղ էր ինքն է իր օքից թե չէ։ Հերոս տղա եմ մեծացրել ես։ Առևտրականներ եկա, բա ես գյուղի մեջ սենց մարդ կա, ասինք էդի մեր տղեն է։ Եկավ նստավ հայաթը խոսացին, ամուսնուս հետ խոսաց, բա ինքը իմ երկու տղերքին փրկել է։ Այդ ատսան որ բանա է, խփել է վերևից առաջի անգամը։ Սաղ վիրավոր են եղել, օգնել, քաշե տարե ծառների տակը պահել է բան, հետո երկրորդ անգամ ինքը գնացել որ ուրիշ մարդ բերի, այդ ժամանակ արդեն երկրորդն են խփել, սաղ մահացել են։ Բայց այդ երկու տղերքը պատմել են, եկել են իրանց տուն պատմել են, որ սենց տղա կար մեզի փրկեց։ Այսպես տղու նման տղաներ գնացին, դա ծնողներն էլ սաղորի որին են լատինի իրանց բալետի նգարների արդած, ետ չեն կրայել բերենք, ուրդից ետ բերենք բալետ, ուրդից ետ բերենք մեր երեխաներին, ուրդից։